This afternoon, the California Highway Patrol got reports of pedestrians illegally entering the freeway on US 101, constituting a public safety hazard. Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերն է USR Media-ի YouTube յանալիքում։ Լոս Անջելեսի դաշնային շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի կին է ձերբակալվել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին դեպի Թեմփլ փողոց Ալամեդայի ուղղությամբ։ Դաշնային շենք է ժամանել նաև ձիավոր ոստիկանների հատուկ ստորաբաժանումը։ Ցուցարարների մի խումբ ժամանակավորապես փորձել է դուրս գալ 101-րդ մայրուղի, սակայն Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկները միջամտել են ու ձերբակալել 67 քաղաքացու։ I'm Senator Alex Padilla. I have questions for the Secretary because the fact of the matter is a half a dozen violent criminals that you're rotating on your Օրվա գլխավոր թեման դեմոկրատ սենատորը Ալեքս Փադիլան այսօր բռնությամբ հեռացվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսից, երբ փորձել է հարց ուղղել նրան ներգաղթի քաղաքականության վերաբերյալ։ Տեսահագրության մեջ երևում է, թե ինչպես են գաղտնի ծառայության հատուկ գործակալները բռնում Փադիլայի բաճկոնից եւ դուրս շպրտում սենյակից, մինչեւ սենատորը փորձում է նույնականացնել իրեն։ Նա բղավում էր՝ ես սենատոր Ալեքս Փադիլան եմ, հարց ունեմ նախարարին։ Հանրայնացված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են 3 անվտանգության աշխատակիցներ գետնով տալիս սենատորին, ապա ձեռնաշղթայում, որոնցից մեկը FBI-ի բաճկոն է կրում։ Ներքին անվտանգության նախարարությունը պաշտպանել է գործակալների գործողությունները հայտարարելով. Սենատոր Փադիլան ընտրել էր անհարգալից քաղաքական թատրոն, նա խանգարել է մամուլի ասուլիսը առանց իրեն ներկայացնելու եւ առանց սենատորի խորհրդանշական նշանի։ Գործակալները նրան ընդունել են որպես սպառնալիք եւ նրանց արձագանքը եղել է համարժեք։ Նախարար Նոեմը եւ սենատոր Փադիլան այնուհետև ունեցել են 15 րոպեանոց առանձնազրույց։ Ահա թե ինչ են խոսել սենատորն ու նախարարը հանդիպումից հետո։ Վերջին շաբաթների ընթացքում ես ու մի քանի գործընկերներ շարունակաբար դիմել ենք ներքին անվտանգության նախարարությանը, պահանջելով ավելորդ տեղեկություն ներգաղթի վերահսկման գործողությունների վերաբերյալ, սակայն մեր հարցադրումներին ստացել ենք կամ շատ քիչ, կամ գրեթե ոչ մի պատասխան։ Այդ պատճառով էլ ես գնացել էի մամուլի ասուլիսին տեսնելու, թե ինչ է նախարար Նոեմը պատրաստվում ասել, հույս ունենալով ինչ-որ նոր բան իմանալ։ Եվ երբ որոշեցի հարց տալ, ընդգծում եմ, ես այնտեղ էի խաղաղ նպատակով, բայց երբ սկսեցի հարցս տալ, գրեթե անմիջապես հեռացրեցին սենյակից։ Եթե այսպես է արձագանքում վարչակազմը սենատորի հարց տալու փորձին, եթե այսպես է արձագանքում ներքին անվտանգության նախարարությունը մի սենատորի հարցին, ապա պատկերացրեք ինչ է կատարվում ֆերմերների, խոհարարների, օրավարձով աշխատողների հետ Լոս Անջելեսի համայնքներում, Կալիֆոռնիայում եւ ամբողջ երկրում։ Մենք պատասխանատվության ենք ենթարկելու այս վարչակազմին եւ առաջիկ օրերին այս թեմայով դեռևս խոսելու ենք։ Նա հատկապես մտահոգված էր հարուցված քրեական գործերով, որոնք կփոխանցեն մարդահայտության նախարարությանը։ Գիտեք, մենք հավանաբար չենք համաձայնվի հարցերի 90%-ի շուրջ, բայց սենյակից դուրս եկանք այն գիտակցությամբ, որ խոսակցություններն են բերելու ավելի լավ արդյունքների։ Այնտեղ մի քանի բաներ կային, որին մենք համաձայնեցինք։ Ես նրան ներկայացրեցի նախագահի տեսլականն ու գործադիր լիազորությունները, որոնք նա կիրառում է։ Ուրախ եմ, որ ժամանակ գտանք այդ զրույցի համար։ Երբ մենք սենյակում էինք, նա ասաց, որ պարզապես ուզում է մի քանի հարց տալ մեր գործողությունների վերաբերյալ։ Ասաց, որ բոլորը համաձայն են, որ մենք պետք է գնանք հանցագործների եւ բռնություն տարածողների հետևից։ Ոչ ոք չի ցանկանում տեսնել այն, ինչը այսօր տեսնում ենք Լոս Անջելեսի կենտրոնում։ Բայց ինչն ինձ անհանգստացնում է, դա այն է, որ Լոս Անջելեսի առաջնորդները փորձում են ներկայացնել այնպես, կարծես այս անկարգությունները քաղաքին մի փոքր հատվածում են, ու դա չեն կարևորում։ Դա նման է նրան, ասեն ոչինչ, եթե Լոս Անջելեսի 10%-ը ավերվի։ Իսկ ինչու չենք անհանգստանում քաղաքի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ինչու չենք ուզում կանգնեցնել այդ բռնությունները փոքր բիզնեսի տերերին ու ընտանիքներին պաշտպանելու համար։ Կալիֆոռնիան ունի 2 սենատոր՝ Փադիլան եւ Շիֆը։ Ահա թե ինչպես է արձագանքել Ադամ Շիֆը։ Ես հենց նոր դիտեցի սենատոր Փադիլայի նկատմամբ տեղի ունեցած բռնության տեսանյութը եւ անկեղծ ասած զզվանք զգացի այդ ամենից։ Նա մասնակցում էր այդ ճեպազրույցին հարցեր ուղղելու ներքին անվտանգության քարտուղարին։ Այդ հարցերն ուղղելը նրա իրավունքն է, ավելին նրա պարտականությունն է, եւ այն վերաբերմունքը, որը նրան ցուցաբերեցին, գետնին տապալելն ու ձեռնաշղթայելը, այն դեպքում, երբ նա արդեն ներկայացել էր որպես սենատոր, պարզապես խայտառակություն է։ Քրիստի Նոեմը չպետք է նշանակված լիներ այդ պաշտոնում, նա պետք է հրաժարական տա։ Պետք է անմիջապես հետաքննություն սկսվի այդ անվտանգության աշխատակիցների վարքագծի վերաբերյալ։ Դա ցուցադրում է այս վարչակազմի բացարձակ արհամարանքը օրենքի, քաղաքակիրթ գործերակերպի եւ պետական իշխանությունների տարանջատման նկատմամբ։ Եթե արդեն առաջին 150 օրվա ընթացքում իշխանությունն այսպես է գործում, դժվար չէ պատկերացնել, թե որքան ծանր ժամանակներ են սպասվում մեր երկրի համար։
Այսօր երեկոյան ժամը 9-ին կարող եք դիտել Armcast-ը, որի հյուրն է Գլենդերի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արդի Արտաշես Քասակյանը։ Մի հատված ներկայացնենք այդ զրույցից, որն ուղիղ կապ ունի սենատորի միջադեպի հետ։ Ինչ որ ես տեսա ժապավենի մեջ կամ այդ վիդեոյի մեջ հայտնի էր, որ կարծեմ Ալեքս Փադիան ինչ որ պաշտոնական կերպով հակած գոնե ժակետ ուներ, շատ էր, այսինքն այդ պատճառը, որ չգիտեին ով է կամ մտահոգ էին, թե վտանգ է սպառնում, դա կարծեմ պատճառաբանություն է դեպքից հետո, իսկ մինչև այդ դեպքը պատահել է, իրենք կարծեմ հստակորեն արդեն գերհիկ ձևի խոսքեր ուղղելով դեպի Կալիֆոռնիան, սա այս ամենը կարող եմ հետևյալ ասեմ, հիմա առանց ասելու թե մի կուսակցությունը ճիշտ է կամ մյուսը, հայտնի է, որ ինչ որ տեղի ունենում այսօր Կալիֆոռնիայում, նախագահան եւ իր աջակիցները ուզում են մի վիճակ ստեղծեն Կալիֆոռնիայի հանդեպ իբրև հակառակորդ մի ուժ, տեսնելով, որ Կալիֆոռնիան դեմոկրատական կուսակցության ամրոցն է քվեներով եւ գումարներով եւ դժբախտաբար մենք բոլորս դժելու ենք այդ դրանից, որովհետեւ ինչ որ ցույցեր լինեն, եթե դա ավելի մեծանա, դժողով պիտի լինի Կալիֆոռնիայի բնակչություն։ Լագունա Ֆարմսում անցկացված ներգաղթի գործողություններից հետո մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին աջակցելու առանց փաստաթղթերի աշխատողներին։ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության գործակալները առավոտյան ժամը 6-ին սկսել էին գործողությունները Օքսնարդի ֆերմաներից մեկում ձերբակալություններով։ Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են գործակալները հետապնդում աշխատողներին, երբ վերջիններս փախչում են դաշտերում։ Հետախուզական բյուրոյի FBI Լոս Անջելեսի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ ներգաղթի գործողությունները Վենտուրայում անցկացվել են ICE ենթակառույց Aero-ի աջակցությամբ։ Լագունա Ֆարմսը, որ տեղակայված է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Channel Island մասնաճյուղի հարևանությամբ, դարձել է ուշադրության կենտրոն։ Բացի այդ, գործողություններ են իրականացվել նաև Օքսնարդում, Sinclair բենզալացակայանում եւ Healthy Baby Nutrition կենտրոնում։ Կեսօրից հետո երիտասարդները հավաքվել էին Օքսնարդի Severs Road-ում ներկված այտերով ու ցուցապաստառներով։ Երեկոյան ավելի լայնամասշտաբ ցույց է անցկացվել Օքսնարդի քաղաքապետարանի դիմաց։ Լոս Անջելեսում Թրամփի վարչակազմի խիստ ներգաղթի քաղաքականության դեմ սկսված բողոքի ցույցերը տարածվում են նաև այլ քաղաքներում։ Միևնույն ժամանակ ազգային անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այդ անկարգությունները չեն խանգարի միգրացիոն ծառայությանը շարունակել արտաքսման գործողությունները։ Նոեմը Լոս Անջելեսեր այցելել աջակցելու Թրամփի վարչակազմի կողմից ուղարկված ծովային հետևակայիններին եւ ազգային գվարդիային։ Նրանց նախագահի հրամանով ուղարկել են պաշտպանելու դաշնային շենքերն ու աշխատակիցներին ICE դեմ բողոքի ցույցերի պայմաններում։ Նոեմը նշել է. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծովային հետևակայիններին, ազգային գվարդիային եւ բոլոր զինվորականներին, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը այստեղ։ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ միայն Լոս Անջելեսի տարածքում ուրբաթ օրվանից սկսված ձերբակալվել է մեծ թվով չփաստաթղթավորված ներգաղթյալներ, նրանցից մոտ 1/3-ը ունեցել է նախկինում դատվածություն։ Իրավիճակը անդրադառնում է նաև գյուղատնտեսական եւ հյուրանոցային ոլորտներին, ինչի մասին քիչ առաջ տեղեկացրեցին։ Նախագահ Թրամփը սակայն հայտնել է. նրանք շատ լավ աշխատողներ են, արդեն 20 տարի է աշխատում են, քաղաքացի չեն, բայց դարձել են հիանալի աշխատողներ։ Մենք պետք է ինչ-որ բան անենք այդ հարցով։ Թրամփը հայտարարել է, որ սպասվում են փոփոխություններ, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Նեբրասկա նահանգում նույնպես իրականացվել է խոշոր ներգաղթի գործողություն։ Դաշնային ներգաղթի ծառայության աշխատակիցները մուտք են գործել Օմահա քաղաքում գործող մսամթերքի վերամշակման գործարան եւ ձերբակալել տասնյակ մարդկանց։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ սա եղել է Թրամփի նախագահության ընթացքում Նեբրասկայում իրականացված ամենախոշոր նման գործողությունը։ Նահանգի կոնգրեսական Դոն Բեյքոնը հայտնել է, որ ձերբակալվել է մոտ 75-ից 80 մարդ։ ICE հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները մուտք գործում Glen Valley Foods ընկերության գործարան։ Դաշնային գործակալները ներկայացել են ձերբակալման հրամանով եւ ունեին 107 անձի տվյալ, ովքեր ենթադրաբար օգտագործում էին կեղծ փաստաթղթեր։ Թեպետ Օմահայի ոստիկանությունը տեղեկացվել էր գործողության մասին, ընկերությունը նշել է, որ դրան նախապես չէր պատրաստվել։ Գործարանը օգտագործել է E-Verify դաշնային համակարգ աշխատակիցների ներգաղթի կարգավիճակը ստուգելու համար։ Սակայն ICE աշխատակիցներից մեկն ասել է, որ համակարգը կոտրված է եւ խորհուրդ է տվել դիմել տեղական կոնգրեսականին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ICE աշխատակիցները գործարանի տարածքում հավաքում աշխատակիցներին գրանցում, ապա տեղափոխում ավտոբուսով դեպի պահման կենտրոն։
Ներգաղթի դեմ խստացված քաղաքականությունը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ ԱՄՆ-ում։ Ամերիկյան մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվում են, իսկ տեղական իշխանությունները պատրաստվում են շաբաթվա վերջին սպասվող զանգվածային ցույցերին։ Չնայած բողոքների մեծ մասը խաղաղ են անցել վանկարկումներով ու պաստառներով, որոշ վայրերում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։ Վերջիններս երբեմն տարատեսակ ոչ մահաբեր միջոցներ են կիրառել ամբողջացրելու համար։ Այդուամենայնիվ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։ Լոս Անջելեսից բացի Սփոքեյնում նույնպես սահմանվել է պարետային ժամանկարգությունները զսպելու նպատակով։ Տեխասում նահանգապետ Գրեգ Էբոթը ավելի քան 5000 ազգային գվարդիականներ է խնդրել ապահովելու ցույցերի կարգապահությունը։ Այս շաբաթ կազմակերպվում են No Kings անունով միջոցառումներ ամբողջ երկրով մեկ, որոնք համընկնում են Թրամփի ծրագրած ռազմական շքերթի հետ Վաշինգտոնում, որը նաև իր ծննդյան օրն է։ Վաշինգտոնում լարված լսումներ է տեղի ունեցել ներկայացուցիչների պալատի հսկողության եւ կառավարական բարեփոխումների հանձնաժողովում, որտեղ հանրապետականները հարցաքննել են մի շարք դեմոկրատ նահանգապետերի կապված ներգաղթային քաղաքականության հետ։ Հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը լսումը սկսել է ներկայացնելով մի ընտանիքի պատմություն, որի դուստրը մահացել էր ավտովթարի հետևանքով, մատնանշելով, որ վարորդը ապօրինի ներգաղթյալ էր։ Ապաստանի քաղաքականությունը պաշտպանում է ոչ թե ամերիկացիներին, այլ հանցավոր ապօրինի ներգաղթյալներին, հայտնել է Քոմերը։ Բանավեճ է տեղի ունեցել հատկապես Նյու Յորքի քաղաքապետ Քեթի Հոքուլի եւ Նյու Յորքի հանրապետական կոնգրեսականների միջև։ Էլի Ստեֆանիկը, որը նաև դիտարկվում է որպես Նյու Յորքի 2026 թվականի նահանգապետի թեկնածու, մեղադրել է Հոքուլին։ Դուք պաշտպանում եք ապօրինի ներգաղթյալներին, ոչ թե զոհերին, ասում էր նա, ընդհատելով Հոքուլին։ Նահանգապետը պատասխանել է. Այդ հանցագործությունները իրոք սարսափելի են, եւ մենք համագործակցում ենք ICE եւ ոստիկանության հետ հանցագործությունների դեպքում։ Հոքուլը շեշտել է, որ քաղաքացիական ներգաղթի հսկողությունը դաշնային կառավարության պատասխանատվությունն է, եւ Նյու Յորքում ոստիկանները չեն կարող հարցնել կամ հայտնել մարդու ներգաղթի կարգավիճակը, եթե օրենքը չի պահանջում։ Սակայն նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ավելի քան 1300 դատապարտված ապօրինի ներգաղթյալներ փոխանցվել են ICE-ին պատժի ավարտից հետո։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը մերժել է պնդումները, որ իր նահանգը ապաստարան է, նշելով, որ ներգաղթային օրենքի կիրարկումը դաշնային, ոչ թե նահանգային պատասխանատվություն է։ Իլինոյսի նահանգապետ Ֆրիցկերը, որը դիտարկվում է նաև որպես 28 թվականի նախագահի թեկնածու, ասել է. «Մենք հանցագործներին չենք պաշտպանում, մենք նաև չենք մասնակցելու իշխանության չարաշահմանը»։ Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմը դատի է տվել Կոլորադոյին, Նյու Յորքին, Իլինոյսին եւ մի շարք քաղաքների ապաստարանի քաղաքականության պատճառով։ Բողոքի ակցիաների ֆոնին Լուիզիանայի օրենսդիրներն ընդունել են մի շարք խիստ օրենքներ, որոնք նպատակ ունեն աջակցել Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած արտաքսման քաղաքականությանը։ Լուիզիանան վերջին կարմիր նահանգն է, որը որոշել է ընդլայնել իր ներգաղթի վերահսկողության դերը, խոստանալով ամբողջական համագործակցություն դաշնային մարմինների հետ։ Նախագծերից մեկը սահմանում է, որ եթե իրավապահ պաշտոնյան կամ հանրային ծառայողը դիտավորյալ խոչընդոտում, ձգձգում կամ անտեսում է դաշնային ներգաղթի գործողությունները, կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։ Մյուս օրենքը պահանջում է նահանգային բոլոր գերատեսչություններից, առողջապահության, կրթության, երեխաների եւ ընտանիքների հարցերի ծառայության ու տրանսպորտի վարչությունից հայտնաբերել, գրանցել եւ զեկուցել բոլոր այն անձանց մասին, որոնք ապօրինի են ստանում նահանգային ծառայություններ։ Բոլոր օրինագծերն ուղարկվել են նահանգապետ Ջեֆ Լենդրիին, Թրամփի աջակից կոշտ հակահանցավորության պահպանողին, եւ ակնկալվում է, որ նա կստորագրի դրանք։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող մի քանի այլ իրադարձությունների մասին ևս։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը կարծես հաստատել է, որ Պենտագոնը մշակել է ուժով գրավելու պլաններ Գրենլանդիայի եւ Պանամայի համար։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն է, որ մենք պետք է պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում ռազմական ուժով գրավել Գրենլանդիան եւ Պանաման։ Սա է ձեր գերատեսչության քաղաքականությունը համաձայն նախագահ Թրամփի ցանկության։ Լսեցի ձեր խոսքը այդ երկու երկրների մասին եւ ձեր մտահոգությունը Չինաստանի հետ կապված։ Այո, մենք էլ ենք անհանգստանում Չինաստանի վնասակար ազդեցության Պանամայում, բայց զավթել ուրիշի ինքնիշխան երկրի տարածք ուժի գործադրումով դա լուրջ խնդիր է, չէ՞։ Պանաման ռազմավարական կարևորություն ունի, եւ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ ուղղությանը։ Գրենլանդիայի նկատմամբ նույնպես։ Ուրեմն պետք է ռազմական ուժով գրավել։ Ես չեմ պատրաստվում վիճել դրա կարևորության մասին։ Հյուսիսային բևեռը, Արկտիկան, կարևոր է։ Ուրեմն ձեր պատասխանն այն է, որ մենք պետք է գրավենք դրանք զինված ուժերով։ Պաշտպանության նախարարությունում մեր գործն է պատրաստվել ցանկացած հնարավոր տարբերակի։ Այսինքն դուք ունեք այդ պլանները։ Մեր գործն է ունենալ պլաններ բոլոր տեսակի վտանգների ու տարբերակների համար։ Մենք ունենք մի ամբողջ շենք, որը զբաղվում է պլանավորմամբ եւ պատրաստ ենք առաջարկներ տալ, երբ դրա կարիքը լինի։ Այսինքն դուք ունեք պլաններ Պանաման եւ Գրենլանդիան ռազմական ուժով գրավելու համար, եթե անհրաժեշտ դառնա։ Կարծում եմ,
Ամերիկացի ժողովուրդը կցանկանա, որ Պենտագոնը ունենա պլաններ ցանկացած տեսակի իրավիճակի համար։ Բարեբախտաբար մենք զբաղվում ենք հենց պլանավորմամբ։ Խոսելով ամերիկացի ժողովրդի անունից, կարծում նրանք չեն քվեարկել նախագահ Թրամփի օգտին, որ հանկարծ Գրենլանդիա ներխուժեն։ Դրա վրա պատրաստ եմ գրազ գալ։ Սան Անտոնիոյի ուժեղ անձրևները ողողել են ճանապարհները, մեքենաներ քշել դեպի գետերն ու հոսող ջրերը, իսկ մարդիկ անգամ բարձրացել են ծառերի վրա փրկվելու համար։ Քաղաքում հրշեջները իրականացրել են տասնյակ փրկարարական գործողություններ։ Տեղի իշխանությունները հայտնել են առնվազն 5 մահվան դեպքի մասին։ Եվս 2 հոգի դեռևս անհետ կորած են համարվում։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայությունը կեսգիշերից մինչև առավոտյան ժամ 8-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է 65 ջրային փրկարարական գործողություն։ Նույն հատվածում, որտեղ հայտնաբերվել են զոհերը, փրկվել են 4 հոգի եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Չմոռանաք դիտել նաև Armcast-ի այսօրվա թողարկումը, որը հատուկ Լոս Անջելեսում տեղի ունեցող դեպքերին է ուղղված, հյուրն է Գլենդերի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։